Պարոն Պապոյան եւ Վենսի հետ հանդիպմանը արդյոք քննարկվել է Իրանի հետ առևտուր անելու ամերիկյան մաքսատուրքերի հարցը եւ ինչ որոշում։ Ես տեղյակ չեմ կոնկրետ չեմ կարող պատասխանել, բայց ես գիտեմ, որ օրակարգում ցանկացած հարց, որը Հայաստանին հետաքրքիր է, միշտ էլ քննարկվում է ցանկացած հանդիպմանը, մենք այդպիսի սահմանափակում չունենք։ Պարոն Պապոյան, երեք Նիկոլ Փաշինյանը բավական հետաքրքիր հայտարարություն արեց Թրիփլով անձնավայր երկաթուղու հետ կապված եւ ասաց, որ ուղիղ տեքստով, որ Հայաստանը մտադիր է կոնստիտուցիոն կառավարումը տալ մեկ այլ երկրի, որը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի եւ Հայաստանի հետ։ Արդյոք կա Ռուսաստանից որոշակի արձագանք այս առումով, արդյոք ռուսական կողմի հետ կներեք, որևէ քննարկում եղել է այս հարցի հետ կապված եւ այդ երրորդ երկրի հետ կապված այդ երկիրը, որը երկուսի հետ լավ հարաբերություններ ունի, ու մասին է խոսքը կան այդ շրջանակներ երկրների։ Աշխարհում կան երկրներ, որոնք որ շատ լավ հարաբերություններ ունեն եւ Միացյալ Նահանգների հետ, եւ Հայաստանի հետ, եւ Ռուսաստանի հետ, երկրներ նույնիսկ կան, եւ իմ տպավորությամբ նաեւ փող էլ ունեն։ Եվ շատ լավ ես այդ մեխանիզմի մասին է վարչապետը խոսել, այստեղ խնդիրը ուրիշ տեղ է։ Խնդիրը նրանում է, որ մեզ պետք է որպեսզի այդ, այսինքն սա Ռուսաստանի դեմ չէ, սա Հայաստանի համար է։ Եթե Ռուսաստանը կարողանա այդ ներդրումները անել եւ Ռուսաստանը կարողանա սպասարկել ռուսական կողմը, կարողանա սպասարկել այդ համակարգը, որ Հայաստանի միջով այդ բեռները անցնեն եւ մենք դրանից քաղաքական եւ տնտեսական անվտանգային օգուտներ ունենանք, մենք խնդրեմ չունենք։ Խնդիրն նրանում է, որ գիտեք աշխարհական դասավորվածությունները այնպեսին են, այսինքն մենք չենք կարող ասել դե եկեք օրինակ այս երկրի համար մեր շահերը ենթադրենք զոհենք։ Չենք կարող ասել։ Ցանկացած պարագայում, երբ որ դրվի Հայաստանի եւ ԱՄՆ-ի շահ, մենք Հայաստանի շահն ենք պաշտպանելու։ Դրվի Հայաստանի, Ռուսաստանի շահ, Հայաստանի շահն ենք պաշտպանելու։ Հայաստան, ԵՄ, Հայաստան, Չինաստան, Հայաստան, Իրան, բոլորին շատ սիրում ենք, բոլորի նկատմամբ հարգանք ունենք, բայց ցանկացած պարագայում, երբ որ դրվի մի նժարի վրա Հայաստանի ու որևէ բարեկամ, գործընկեր, ռազմավարական դաշնակից, մենք մեր շահն ենք բնականաբար առաջնահերթ համարելու։ Այնտեղ, որտեղ մեր եւ իրանց շահերը կհամընկնեն կամ նույնական կլինեն, շատ ուրախ կլինենք նաև մի բան անենք, որը նաև իրենց շահերից կբխի, այսինքն այստեղ եւս որևէ մեծ հաշվով դե խնդիր ես չեմ տեսնում, այսինքն էլի համարում ենք նորմալ, սա է ամբողջ խնդիրը։ Արձագանքա ռուսական կողմից այս առումով քննարկում եղել է, որ երկաթուղի կոնստիտուցիոն կառավարումը կարող է։ Դե որոշակի արձագանքներ դուք մամուլում նաև վերջին օրերին տեսնում եք, ինչ որ տրամաբանությամբ կա, էլի եմ կրկնում, ուրախ կլինենք, մեր համար շատ կարևոր է, որպեսզի բեռը այդպես գա, մտնի Ադրբեջանից Հայաստան, հետո նորից Ադրբեջան, հետո նորից Հայաստան, հետո գնա Թուրքիա։ Մեր համար դա շատ, որտեղ դա Հայաստանի Հանրապետության շահն է պահանջում, շրջան։ Եվ դրա հանելու համար, եթե պետք է բանակցենք այս երկրի հետ, այն երկրի հետ, այս մեկին խնդրենք, այսպես առաջարկենք եւ այլն, այդ պիտի մենք փորձենք անել, սա է։ Մենք չենք կարող ասել Եթե Ռուսաստանը լիարժեքորեն կարողանա ապահովել այդ երկաթուղու երկաթգծի աշխատանքը, մենք պատրաստ ենք թողնել դա ռուսական կողմին։ Ես կարծում եմ, որ սա ես այսպես եմ ձևակերպում խնդիրը։ Սա որևէ կերպ մեր կողմից որևէ երկրի դեմ ուղղված քայլ չէ։ Սա հակառուսական, հակաիրանական, հակաամերիկյան, որևէ հակաբան չկա, սա պրոհայկական է եւ եթե այդ պրոհայկականության մեջ մեր շահը կապահովի, մեր համար որևէ տարբերություն չկա, բայց այսօր տեսնում ենք ցավոք սրտի իրավիճակն այնպեսին է, որ մեր որոշ գործընկերներ կամ մեր գործընկերների մի մասը իրար հետ չեն կարողանում լեզու գտնել։ Հիմա դրա արդյունքում մենք էլ պիտի փորձենք մեր խնդիրները ինչ որ կերպ լուծենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։